Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից, այսօր Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բաբայան, կցանկանայի մեր զրույցը սկսեինք այս օրերին ամենաշատը քննարկվող թեմայից, պետություն եկեղեցի առցանց առճակատումից, որը կարծես թե գնալով ավելի է սրվում եւ բանը հասել է նրան, որ վարչապետ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդներին ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ համախմբվելու կոչ արեց։ Ինչպես եք վերաբերվում այս ամենին, ձեր գնահատականը, ընդհանուր։ Ես կարծում եմ եւ արդեն մի քանի անգամ արտահայտել եմ այդ միտքը, որ իրականում երբ գրվում է սահմանադրություն եւ երբ ընդունվում են օրենքները, դա արվում է, որպեսզի այդ օրենքները պահպանվեն։ Եվ կարծում եմ սահմանադրության մեջ շատ ճշգրիտ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին ու պետությունը անջատված են իրար։ Սա նշանակում է, որ ոչ կառավարությունը պետք է խառնվի եկեղեցական գործերին, ոչ էլ եկեղեցին կամ եկեղեցականները առանձին իրավունք ունեն խառնվել ուրեմն կուսակցական կամ պետական գործերին։ Հարցի լուծումը տեսնում այստեղ հազար մի պատճառաբանություն կարող է լինել եւ հիմնական բոլոր պատճառաբանությունները հիմնականում բարոյախոսության ոլորտից են, ինչպես մեկ կողմից, այնպես էլ մյուսից, ինչպես մենք կարող ենք հանդուրժել, որ երկիրը կործանվում է, ինչպես մենք կարող ենք հանդուրժել, որ եկեղեցու գլխին կանգնած է նման անձնավորություն։ Կարծում եմ հանդուրժողականությունը լավ բան է եւ պետք է պարզապես կատարել այն սեւը սպիտակի վրա գրված սահմանադրական նորմը։ Ոչ ոք չի արգելում հավատացյալներին բարձրացնել ուզած հարց կապված իրենց ուրեմն հոգևոր հովիվի հետ։ Եվ ոչ միայն կաթողիկոսի, բայց դա պետք է անեն հասարակ հավատացյալները եւ նույնիսկ եթե բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձնավորությունը ասում է, որ ինքը այս պարագայում հանդես է գալիս որպես հասարակ հավատացյալ, շարքային հավատացյալ, միևնույն է այդ պետական պաշտոնը ունի որոշակի ազդեցություն։ Այնպես որ կարծում եմ ինչպես այս կողմից, այնպես էլ մյուս կողմից ոչ ոք չի արգելում եկեղեցականներին ակտիվ դրսևորել իրենց քաղաքական մոտեցումները, բայց դրա համար պետք է պարզապես հրաժարվել եկեղեցականի կարգավիճակից։ Սա չի նշանակում հրաժարվել քաղաքական նախասիրություններից, որը իրենց տրված է ըստ սահմանադրության եւս եւ որը նրանք հանգիստ կարող են արտահայտել ընտրությունների ժամանակ փակ գաղտնի, բայց որպես եկեղեցականներ կարծում եմ պետք է պահպանեն, ասենք ասեմ, քաղաքական չեզոքություն։ Սա է պահանջում։ Հենց այնպես չի, որ սահմանադրության մեջ կա այդ ջրբաժանը, շատ խորը իմաստ ունի դա, որտեղ կա կան աշխարհիկ հարցեր եւ կան հոգեվոր հարցեր։ Եվ չի կարելի ձևերը, որոնք ընդունված են աշխարհիկ հարցերը լուծելու, տեղափոխել հոգևոր դաշտ եւ հակառակ։ Դա սխալ է։ Ես կարծում եմ, որ այս կոնֆլիկտը շատ արագ կգտնի իր լուծումը, եթե գնան այդ ճանապարհով եւ հասկանան, որ իրականում բանակցությունները կարող են կայանալ այն ժամանակ, երբ որ կա ընդհանուր բազա, ընդհանուր բազան սահմանադրությունն է։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մերժել սահմանադրությունը, ասել ես չեմ ճանաչում այդ սահմանադրությունը։ Ոչ, իսկ եթե կա ընդհանուր սկզբունք, որի շուրջ կարելի է խոսել, զրուցել, առավել եւս մի քանի գրադուսով իջացնել ուրեմն այդ եռման վիճակը, միշտ կարելի է գտնել ճիշտ լուծումներ։ Ճիշտ լուծումը իրար գործերի մեջ չխառնվել։ Տեսեք, Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ-ին Բեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք, որի առաջին 10 անդամների ընտրությամբ զբաղվելու է անձամբ ինքը։ Այս սրան ինչ։
Դե ես արդեն ասացի, որ պետական պաշտոնյայի գործը չի զբաղվել նման հարցերով։ Ես դժվարանում եմ անկեղծ ասել, որտեվ ես ինձ չեմ հավանում հավատացյալ, ես ագնոստիկ եմ ավելի շուտ, եւ եթե խնդիր եմ ունենում Աստծո հետ զրուցելու կամ խորհուրդ հարցնելու, ես միջնորդի կարիք չունեմ։ Հավատացյալները թող իրենք որոշեն, բայց կարծում եմ եւս կրկնեմ, երբ պետական պաշտոնյան որոշակի կոչ է անում, պետք է մի բան գիտակցի, որ այդ կոչին կարձագանքեն շատերը եւ ոչ միշտ բարի նպատակներով։ Եվ դուր գալու, եւ կարիերա անելու, եւ ցույց տալու հավատարմությունը եւ այլն։ Սա բնական է, որտեվ կոչը գալիս է ամենաբարձր պաշտոնից։ Եվ այստեղ ակնկալել ազնվություն, ես նկատի ունեմ արձագանքողներից եւ արդարություն մի քիչ դժվար է։ Այդպիսին է քաղաքական կյանքը։ Սա էլ է բնական։ Եվ դրա համար նա բաժանվում է երկու մասի, հա։ Եկեղեցի, պետություն, որոնք չպետք է խառնվեն իրար գործերի մեջ, հերթական անգամ կրկնեմ։ Իսկ ինչպես եք վերաբերվում կաթողիկոսի արձագանքին, եկեղեցու սկզբնական լռությանը եւ կաթողիկոսի վերջին մեկնաբանությանը։ Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրականներ ներկայացնեմ։ Ոչ կաթողիկոսին, ոչ ուրեմն տարբեր սրբազաններին, առավել ևս որ ճանաչում եմ բազմաթիվ շատ պարկեշտ, ինտելեկտուալ, հոգևոր կյանքով ապրող եկեղեցականներ, որոնց հետ միշտ շփվելը մեծ հաճույք է պատճառել ինձ։ Այն պահանջները, որ ներկայացնում ենք երկրի ղեկավարին, հա, լինել զուսպ, լինել շրջահայաց, ներողամիտ, երևի թե նույն կերպ պետք է ներկայացնել նաև հոգևոր առաջնորդին։ Եթե մենք հիմա անկեղծ խոսենք, մենք պետք է բոլորս խոստովանենք, որ առաջինը կարմիր գիծ անցավ երևի թե կարմիր գիծ անցան որոշակի եկեղեցականներ։ Երբ որ մտան քաղաքական պայքարի մեջ, երբ որ թույլ տվեցին իրենց արտահայտություններ ռազմական հեղաշրջման կարևորության մասին եւ այլն բաների։ Բայց չեմ ուզում խորանալ ով առաջինը սկսեց, ով վերջինը, կարծում եմ նա ով իր վրա վերցնում է պատասխանատվություն, լինի դա աշխարհիկ կյանքի թե հոգևոր կյանքի, պետք է հասկանա, որ այդ պատասխանատվության հետ միասին շատ մեծ պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր խոսքի համար։ Իր խոսքը հասարակ եկեղեցականի կամ հասարակ հավատացյալի կամ հասարակ պետական պաշտոնյայի խոսք չէ։ Դա ընկալվում է ինչ ուզում է լինել։ Եթե ինչ-որ բան ասում է վարչապետը, դա ընկալվում է որպես կառավարության տեսակետ մոտեցում։ Եթե ինչ-որ բան ասում է կաթողիկոսը, դա ընկալվում է որպես ամբողջ եկեղեցու մոտեցում։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել եւ չխորացնել այդ անջրպետը, այլ փորձել հակառակ գոնե զսպվածության տեսակետից չխորացնել այն անդունդը, որը կա։ Վերջ-վերջո մենք բոլորս ձգտում ենք հանրային համերաշխությանը։ Բոլորը դրա կարիք ունեն, բոլորը դրա մասին միշտ խոսում են, որ խաղաղությունն է, որ մեզ պետք է, որ հանրային համերաշխությունն է պետք։ Սա չի նշանակում, որ մարդիկ պետք է ունենան նույն տեսակետը, բայց մարդիկ պետք է հարգեն իրար տեսակետը եւ խաղաղ ապրեն։ Այս երկիրը երբեք չի կարող լինել միատար մտածող երկիր, եւ դա սխալ է։ Նման երևույթներ չկան ընդհանրապես աշխարհում։ Նման երկրներ հայտարարվում են պարզապես ավտորիտար երկրները, բռնապետական, որը իրականում էլի չի համապատասխանում իրականությանը։ Նորմալ երկրներում մարդիկ տարբեր հայացքներով, տարբեր մոտեցումներով կարողանում են իրար հետ ապրել։ Եվ այդպես է կառուցվում պետությունը։ Պետությունը չի կառուցվում այլախոհին վռնդելով, օտարելով, հակառակ կամուրիչներ կառուցելով, այլ ոչ թե կամուրիչներ այրելով։
Պարոն Բաբայան, դուք ինչ վտանգներ եք տեսնում պետություն եկեղեցի այս հակամարտության մեջ, նույնիսկ խոսք է գնում քաղաքացիական պատերազմի մասին, նման վտանգ տեսնում եք։ Չէ, քաղաքացիական պատերազմի վտանգ չեմ տեսնում, կարծում եմ բոլորը կունենան այն խոհեմությունը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը։ Իրականում անկեղծ ես չեմ տեսնում ժողովրդի կողմից շատ մեծ արձագանք այս ամբողջ իրադարձությունների հանդեպ արձագանք բանի տեսակետից, ողբերգության տեսակետից, կատաստրոֆայի տեսակետից։ Ավելի շատ անտարբեր են, ավելի շատ ասում են, թե չարժեր այդ ամեն ինչը բզբզել, նրանք էլ պետք է իրանց կարգին պահեին, սրանք էլ պետք է չբզբզեին եւ այլն եւ այլն։ Այս պարագայում երբ որ չկան ժողովրդի մեջ այսպես ասած անտագոնիստական, հա, sense բախումների հնարավորություն, ոչ մի քաղաքացիական պատերազմ չի լինի, ինչքան էլ ոմանք չփորձեն վախացնել դրանով կամ ուրախանալ դրանով։ Հայաստանում չի եղել երբևիցե քաղաքացիական պատերազմ, բազմաթիվ անգամ եղել է սպառնալիք, որ այ կարող է քաղաքացիական պատերազմ լինել, այս կամ այն պարագայում, նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարներից, բայց իրականում նույնիսկ ամենաողբերգական վիճակներին մենք տեսել ենք միգուցե բախում հանրության մի մասի եւ իշխանության ուժային կառույցների միջև, բայց երբեք դա չի եղել բախում հանրության տարբեր մասերի միջև, չի եղել նման բան եւ չի կարող լինել, որտեվ ես կարծում եմ, որ մենք իսկապես ավելի իմաստ ունենք, մենք իսկապես ավելի լայն հասարակության իմաստով իրար որպես թշնամի չենք ընդունում։ Իսկ այն, որ այս առճակատման պահին ժողովուրդը նույնիսկ ինչ որ ծաղրողի դերում է, դա վտանգներ չի պարունակում։ Չէ։ Ոչ, ես կարծում դա լավ է։ Երբ ժողովուրդը կարողանում է ծաղրել իր ղեկավարներին, դա նշանակում է ժողովուրդը առողջ է։ Երբ ղեկավարները կարողանում են հանդուրժել այդ ծաղրը, դա նշանակում է նրանք էլ են առողջ։ Հումորը ընդհանրապես շատ կարևոր բան է պետության համար, մինչև ընտրություններ դեռ կա մոտ 1 տարի, ու գիտեմ, որ գալու է ժամանակ, եւ լրագրողներ եւ տարբեր մարդիկ հարցնելու են ինձ, ասենք թե ինչ խորհուրդ կտայիք, ում կողմը քվեարկել։ Խորհուրդ կտամ քվեարկել նրանց կողմ, ովքեր ունեն հումորի զգացողություն։ Ավելին, խորհուրդ չի տա մասնակցել ընտրություններին նրանք, ովքեր չունեն հումորի զգացողություն։ Այս կյանք ուրախություն է, եւ եթե դու չես տեսնում կյանքի յուրաքանչյուր իրադարձության մեջ հումորային իր էլեմենտը, նշանակում է դու կյանքից ոչ մի բան չես հասկանում։ Այն, որ հումորը կարող է համախմբել, ես համաձայն եմ ձեզ հետ, իսկ այս շրջանում մտավորականները կարող են սաստող եւ համախմբող դեր կատարել եւ ինչու մենք դա չենք տեսնում։ Ես կարծում եմ, ես ասել եմ մի քանի անգամ, ես չեմ սիրում այդ բառը մտավորականներ։ Ես չեմ սիրում, երբ որ այդ բառը օգտագործվում է հոգնակի ձևով։ Կան անհատներ, որոնց ասածը ոչ միշտ հաճելի է բոլորին, բայց որոնց հիմնական միսիան, եթե կարելի ասել նրա մեջ է կայանում, որ նա արտահայտում է իր անձնական կարծիքը, իր անձնական մոտեցումները։ Նրանք կարող են որոշ մարդկանց դուր գալ, որոշ մարդկանց դուր չգալ։ Նրանք կարող են համընկնել, ասենք թե իշխող կուսակցության հայացքների հետ, կարող են համընկնել ինչ որ չափով ընդդիմության հայացքների հետ, նայած ժամանակի, նայած ինչի մասին է խոսքը գնում, բայց նրանք իրենց ինքնուրույն կարծիքն է։ Նա չի փոխվում, այսպես ասած, կուսակցական համակրանքի արդյունքում։ Եվ այդ մարդիկ կարծում հանգիստ արտահայտվում են, ամենայն դեպս ես երբեք ինձ չեմ զսպել, որտեվ միշտ համարել եմ, որ եթե ունես որոշակի հանրային ճանաչում եւ եթե մարդիկ սպասում են քո խոսքին, դու պարտավոր ես պարզապես կիսվել քո հայացքներով,
Ուրիշ բան է, որ քաղաքական ուժերը ոչ այդքան սպասում են քո խոսքին, ինչքան սպասում են, որ քո խոսքը սպասարկի իրեն շահերը։ Այդտեղ իրենք խաբվում են շատերը, որտեղ նման խնդիր որևէ մտավորական, եթե նա համարում իրեն մտավորական, չի կարող իր առջև դնել։ Մտավորականի, ասենք ասեմ, լսարանը ոչ կուսակցությունն է, ոչ էլ ընդդիմությունը, ոչ էլ եկեղեցին, հանրությունն է։ Իսկ մենք ունենք այնպիսի մտավորական, որը այս օրերին կարող է այնպիսի մի խոսք ասել, որը կսաստի եւ իշխանությանը եւ եկեղեցուային անդամներին, որոնց մասին դուք նշեցիք, որոնք որ հանդես են գալիս ոչ այնքան պատշաճ հայտարարություններով, ինչպես նաեւ հանրության այն հատվածներին, որոնք եւս այսինքն ինչ էթիկական նորմեր են խախտում, ատելության խոսք են տարածում եւ այլն, այսինքն մենք ունենք այդ ներուժը մտավորականության։ Ոչ միայն մենք, դա ոչ մեկ չունի այսօր, եւ դա ժամանակի թելադրանքն է, որտեվ այն ինչ դուք հիմա փորձեցիք նկարագրել, անկեղծ ասած վերաբերում է մի քիչ հետամնաց համակարգերին։ Այ կա ինչ-որ մի հեղինակություն, որը բոլորի համար հեղինակություն է։ Նման հեղինակությունները ստեղծվում են մահից հետո հիմնականում, որտեղ բոլորս մահկանացել ենք, բոլորս կենդանի մարդիկ ենք եւ ունենք բազմաթիվ բացեր եւ թերություններ, որոնք հիմնականում շատ ակտիվորեն քննարկվում են եւ միայն մահից հետո արդեն այն բոլոր թերությունները մոռացվում են եւ մնում է այդ մի ամբողջ մեծ հեղինակությունը։ Ոչ միայն մեր մոտ աշխարհում չկա եւ պետք էլ չի։ Կարևորը, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ինքնուրույն դատողություն անել, ինքնուրույն գալ որոշակի եզրակացության, միգուցե համեմատելով շատ տարբեր տեսակետներով, բայց ձևակերպելով սեփականը, այլ ոչ թե աչքերը փակ կուրորեն գնա ինչ-որ մի հեղինակության հետևից։ Այսօր նա հեղինակություն է, բայց կարող է քեզ տանի ինչ-որ շատ վտանգավոր տեղեր։ Ինքնուրույն կատարված որոշումը ունի եւս մի շատ կարևոր հատկություն, դու պատասխանատվություն ես կրում դրա համար։ Դու չես ասում, ինձ խաբեցին, ինձ տարան, չխաբվեիր։ Իսկ չխաբվելու համար մտածեիր, ինքնուրույն մտածեիր։ Այդ ինքնուրույն մտածողության ձևավորման մեջ արվեստը ինչ դեր ունի, թատրոնը։ Լավ թատրոնը լավ դեր ունի, վատ թատրոնը վատ դեր ունի։ Ես կասում եմ, ընդհանրապես արվեստ ունի մի շատ կարևոր դեր, երբ դու այդ արվեստը ճիշտ ես ընկալում։ Արվեստը դա երկխոսություն է։ Երկխոսություն է տետատետ, ցենց ասենք։ Եթե դահլիճում նստած է 3000 հոգի, միևնույն է, եթե նա իսկական արվեստ է, նա խոսում է յուրաքանչյուրի հետ առանձին։ Եթե նա մասսայական արվեստ է, նա խոսում է բոլորի հետ միասին։ Բայց սրանք տարբեր բաներ են։ Երբ դուք նայում եք որևէ նկարի, ասենք Լեոնարդո դա Վինչի, դուք եք ու այդ նկարն է։ Միջնորդ չկա, ոչ ոք չկա։ Նա կարող է խոսի ձեր հետ, կարող է չխոսի ձեր հետ։ Բայց եթե նա խոսեց ձեր հետ, դեր մեջ հաստատ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը։ Նիցշեն ասում էր, որ մշակույթը դա այն խնձորի բարակ կեղևն է, որը զսպում է աշխարհի քաոսը։ Ես կարծում եմ առավել եւս այսօր մենք շատ ճիշտ դեպով ենք ընկալում իր խոսքերը։ Աշխարհը մենք տեսնում ենք, որ քաոսային վիճակում է գտնվում։ Եվ միգուցե իսկապես մշակույթը ոչ թե այն իմաստով, որ ինչքան շատ թատրոններ կլինեն կամ ինչքան շատ թանգարաններ, այդքան ավելի բարեկեցիկ կլինի մեր կյանքը, այդքան ավելի մարդ կլինի մարդը։ Եվ հետևաբար նաև հանրությունը։ Դե երբ մենք ասում ենք հանրություն, մենք պետք է պարզապես արձանագրենք, որ չկա նման հասկացողություն абստրակտ։ Դրանք մարդիկ են, ես, դուք, երրորդը, չորրորդը, եւ դա լավ է։ Եվ երբ մենք միանում ենք հանուն ինչ-որ մի կարևոր գաղափարի, մեր պարագայում, ասենք թե Հայաստանի Հանրապետության պետություն կառուցելն է եւ պահպանելն է, մեր տարբեր լինելը դա միայն մեր հարստությունն է։
Կյանքը շատ աղքատիկ է, երբ որ մենք իրար ենք նման։ Կյանքը հարուստ է, երբ որ մենք տարբեր ենք, եւ այդ տարբերությունը մենք այդ տարբերությունը ուրախանում ենք, որովհետեւ մենք ճանաչում ենք իրար։ Իսկ յուրաքանչյուր մարդ դա մի դիեզերք է, շատ խորը։ Փորձենք ճանաչել, յուրաքանչյուր մարդու մեջ կան այդքան դրական եւ բացասական բաներ, այդքան իրար հետ կռիվ մտնող հաճարու բարի հատկություններ, յուրաքանչյուր մարդու մեջ։ Պարոն Պապան, մեր դրամատուրգները ժամանակակից հայ ընկալում են ժամանակը, ձեր կարծիքով զգում են ժամանակի զարկերակը եւ տալիս են թատրոնին այն նյութը, որ կարող է նաեւ հետաքրքրել քաղաքացուն, այսպես շեշտադրում անը։ Երևի, որտեվ կան դրամատուրգներ, որոնք ակտիվորեն բեմադրվում են, դա նշանակում է պահանջարկ կա։ Ես անկեղծ ասած իհարկե շատ կարևոր է, երբ որ ժամանակակից թեմա է բարձրացվում, բայց իրականում բոլոր թեմաները ժամանակակից են։ Ռոմեո Ջուլիետից ավելի ժամանակակից գործ չկա, Համլետից ավելի ժամանակակից գործ չկա, Բալենու այգի վերջո ոչ թե կալվածքն է վաճառվում, այլ երկիրը։ Եվ երկիրը կորցնում են նրանք, ովքեր սիրում են այդ երկիրը։ Իրականում սիրում են, բայց չգիտեն ինչպես պահել։ Ասենք, սա ժամանակակից, թե ժամանակակից, սա ժամանակակից է ամբողջ աշխարհում, առավել ևս Հայաստանում։ Ես կարծում եմ, որ կարելի է վերցնել ժամանակակից թեմա եւ դարձնել անժամանակակից բեմադրություն եւ կարելի անել հակառակը, որովհետեւ թեմաները հիմնականում նույնն են, գաղափարները նույնն են, փոխվում է ձևը, ժամանակը թելադրում է իր ձևը, այ երբ բեմադրիչը, երբ դրամատուրգը ժամանակը զգում են ձևի տեսակետից, այլ ոչ թե այսօր վայ կնմանացնենք այս կերպարը, այս ուրեմն հանրային ճանաչում ունեցող կերպարին էս մեկ է, այս մի իրադարձությունը շատ ծանոթ է, սա ժամանակակից չի դարձնում։ Ժամանակակից ձևն է, հետաքրքիր ձև, մարդիկ ուզում են տեսնել հետաքրքիր ձևը, ձևը փոփոխական է։ Այն ինչ որ ժամանակից էր 50 տարի առաջ, այսօր հնացել է։ Սյուժեները նույնն են, 30 քանի սյուժե կա, չէ՞, ընդհանրապես։ Ընդհանրապես ասում են, հա, 36 սյուժե կա։ Սյուժեն չի, որ մեզ գրավում է, երբ որ մենք գնում ենք թատրոն, մեզ գրավում է արդյոք մեր մոտ, մեր էմոցիոնալ դաշտում արձագանք կգտնի այն ինչ որ գալիս է բեմից։ Այ մերոնք ստանում են այդ արձագանքը։ Առհասարակ, եթե դատելու լինենք ընդհանուր, հա, մեր թատրոններում, դուք զգում եք այդ հետադարձ կապ կոչված։ Կան բազմաթիվ հետաքրքիր ներկայացումներ, շատ հետաքրքիր աշխատող թատրոններ, համազգային թատրոնը, այսօր շատ հետաքրքիր է աշխատում մետրո թատրոնը, հետաքրքիր բեմադրություններ են գալիս Ստանիսլավսկու թատրոնում, շատ հետաքրքիր ներկայացումներ են Գյումրու թատրոնում։ Ես կարող եմ բազմաթիվ կան մասնավոր թատրոններ, Տանիքում թատրոն, կան շատ հետաքրքիր պարզապես նույնիսկ ոչ պետական թատրոններ, Աշտարակի թատրոնը, որտեղ աշխատում է Գոռ Մարգարյանը, շատ հետաքրքիր բեմադրություն։ Ես հիմա անունները չեմ ուզում տալ, առավել ևս երիտասարդ ստեղծագործողների, ռեժիսորների, Լուսինե Երնջակյան, չգիտեմ, Լիլիա Բակյան, Սամսոն Մովսիսյան, Նարինե Գրիգորյան, Վահան Բադալյան արտակարգիր հետաքրքիր բեմադրություններով փոքր թատրոնում։ Շատ են, Տաթևիկ Մելքոնյանը մետրո թատրոնում, Լյուդվիկ, այո, Հարությունյան Գյումրիի թատրոնում, չէ, կան եւ կարծում եմ անհետաքրքիր գործեր, բայց դա բնական է։ Գիտեք, ուզած երկում որ նայում ես, չի որ սենց շեդևրների մի շարք է գալիս։ Արվեստը մի քիչ բանի սկզբունք ունի, հա, բուրգի։ Մի քիչ պետք է կառուցվի, որ հետո մի հատ բան վերևում երևաց։ Մենք շատ են գնում փառատոնների եւ փառատոններում ասում ենք, թե մասնակցում է մոտ 15 կամ 20 թատրոն եւ այդքան ներկայացում, եւ եթե փառատոնում լինում են 2-3 հետաքրքիր ներկայացումներ, այդ փառատոնը համարվում է հաջողված։ Նույնիսկ այդպես։ Խոսքը գնում է միջազգային փառատոնների մասին։
ի տարբերություն արվեստի ուրիշ ճյուղերի, հա, ասենք թե նկարիչի մոտ նկարը չստացվեց, նա կջնջի նոր նկար կնկարի։ Գրողի մոտ չստացվեց պատմվածքը կամ վեր չի հրապարակի կճղի կովարի կգցի, նույնը կոմպոզիտորի մոտ մենք չենք կարող։ Մենք արել ենք պիտի տանք։ Եվ դրա մեջ էլ կա լավ բան, որտեղ մեր չհաջողված ներկայացումները, անկեղծ ասած, մեր համար լավագույն դպրոցն են։ Չհաջողված ներկայացումով դու պետք է հասկանաս, թե դեռ ուր պետք է անես, ինչ պետք է սովորես, ոնց շարժվես, միայն թե գտնես քո չհաջողված ներկայացման, չընդունված ներկայացման պատճառը քո մեջ, ոչ թե փորձես քեզնից դուրս ման գալ։ Դա օգտակար է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Բաբայան։ Ես էլ եմ ջանես շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք